Սակայն կարող եմ դիժանալ։ Աստծո խաղաղությունը մեր վրա լինի, մեր սրտերի մեջ, որպեսզի կարողանանք մեր սրտերում պահենք իր համբերության խոսքը, որովհետև ճիշտ է, շատ անգամ դժվար է թվում իր խոսքը մեր համար, որովհետև դրա համար ասում համբերությունն է պետք, դրա համար ասում անոր համբերության խոսքը պահենք։ Բայց Աստծուն սիրողները ունեն հաղթություն այս աշխարհում իր խոսքը պահելով։ Դրա համար Աշոտ եղբայրը որ ասեց, մեր կյանքով մենք պետք է կարողանանք փառավորենք Աստծուն, որտեղ նրա ողորմություններն են ապրեցնում մեզ։ Եվ նրա ողորմությունները մեզ տանում են, որպեսզի մենք կարողանանք մեր այս թեկուզ անարժան վիճակի մեջ կարողանանք ճանաչենք նրան հաղորդի նրա հետ։ Այո, եւ ինչպես եղբայրն ասեց, նրանք են նրան փառավորողները, ովքեր ոչ թե իրանց մարմնի ուզածն են ուզում ապրում այս երկրի վրա, այլ ապրում են հոգով։ Որովհետև հիշում եք, մարդը շատ կարող է պաշտամունքներից գաղափարներ ունենա, կարող է լավ իմանա Աստծո խոսքը մարդը, պետք է լավ բան է Աստծո խոսքը իմանալ, բայց շատ լավ է, երբ որ մարդը կարողանում է ապրել խոսքը։ Դրա համար, երբ որ Հիսուսը խոսում էր սամարացի կնոջ հետ, հիշում եք, չէ, սամարացի կինն լավ գաղափար ուներ Աստծո խոսքից, պաշտամունքներից էր խոսում, լեռներում եղած պաշտամունքներից էր խոսում, Երուսաղեմի տաճարում եղած պաշտամունքներից էր խոսում։ Եվ Հիսուսը շատ ճշմարտությունների մասին էր որ խոսած, եւ մի բան էլ ասեց, Հիսուսը ասեց, իմացի որ ժամանակը պետք է գա, որ Աստծուն պաշտողները հիշում եք, չէ, ոնց պետք է պաշտեն Աստծուն հոգիով ու ճշմարտությունով։ Հոգիով ու ճշմարտությունով, էսի կյանքը։ Ոչ թե սարերի վրա, ոչ թե Երուսաղեմում, ասես պաշտամունքի տեղը դրան չէ։ Մարդիկ են ինչ-որ վայրերի վրա կենտրոնանում, բայց Աստված ուզում է մեր մեջ տեսնի հոգու ու ճշմարտության պաշտամունք, հոգու ճշմարտության պաշտամունք, որտեղ գործում է իր հոգու գործը, որտեղ երևում է Քրիստոսից մեր մեջ եղած կյանքը, սա է Աստծո համար էական։ Դրա համար, երբ որ խոսած կնոջ հետ, գիտեք ինչ, մեզ պետք է, որ մենք ականջ ունենք Աստծո խոսքին։ Մեզ պետք է, որպեսզի մեր կյանքի մեջ տեղի ունենա այս հայտնությունը։ Եթե այս հայտնությունը տեղի չունեցավ մեր կյանքի մեջ, մենք միշտ տենց ոնց որ այդ կինը ծակոտ գուբերի ասում է, այս ժողովուրդ ասում է, այս կենդանի աղբյուրից թողած, չէ, կենդանի ջրի աղբյուրից թողած, իրանց համար ինչ արեցին, ծակոտ գուբեր փորեցին, որոնք չեն կարող իրենց մեջ ջուր պարունակել։ Այսինքն, պետք է պահը, էլի, մի զբաղմունք է մարդու համար, փորի, մի պահ, կարող է քրտնի ինչ-որ մի բան խմելու, բայց նորից նույն ծառավն է մնալու, ինչպես մենք ենք եղել մեր կյանքի մեջ։ Դրա համար Աստված ուզում է, որպեսզի մենք հագեցած լինենք Իրանով, որպեսզի մեր ներսը այս աշխարհի ոչ մի բանից առաջ չլինի, որպեսզի մարմնի ոչ մի ապրելակերպին, ինչպես եղբայրն ասեց, առաջ չլինի մեր ներսը։ Աշխարհում ինչի համար է պղծությունը գնալով զարգանում, դրած է, չէ, ասում փիղծերը էլ ավելի պիտի պղծվեն, սուրբերը էլ ավելի պիտի սրբվեն, ինչի համար, որովհետև այս աշխարհում մարդկանց ծարավը չի կարողանում հագենալ, մարդը խմում է այդ գյուղից, նորից ծարավում, նորից նա ուրիշ գուբա փնտրում, որպեսզի խմի նրանից, բայց Հիսուսն ասեց, որ ոչ մի աղբյուր չկա, որպեսզի ձեր ծարավը հագեցնի, դրա համար մարդիկ ամեն օր ուզում են զարգացնեն միջոցները իրենց ծարավը հագեցնելու, բայց նրանք ովքեր իրանց ներսում գտել են կյանքի աղբյուրը, նրանք այս աշխարհի ջրերին ծարավ չեն, աշխարհի ջրերին, դրա համար Հիսուսն ասեց, այլ որ իմանաս ով է քո հետ խոսողը, հասկանում եք, իմանալ քո հետով է խոսում, դու նրանից ջուր պիտի ուզես, եւ ինքը կյանքի ջուր է տալու քեզի, որ հավիտյան չծարավես,
Տերը փառավորվի ժողովուրդ ջան, ինք այո եղավ մեզ համար եւ սրբություն, եւ փրկություն եւ արդարություն այդպես գրված է, Քրիստոս եղավ մեզ համար։ Նա եղավ մեզ համար սրբություն, փրկություն, արդարություն, նրանց համար, ովքեր սրտանց ընդունեցին նրան, ովքեր սրտանց համաձայնվեցին, որ Քրիստոս գա իրենց կյանքի մեջ։ Ես նորից եմ ուզում ասեմ, շատ անգամ մարդիկ բավարարվում են Քրիստոսի թակոցներով, երբ որ ասում ասում ես կանգնած, քո սրտի դռանը թակում եմ, բայց բացող պետք է լինի դուռը, որտեղ ինքը ուզում է ներս գա, ոչ թե դրսից թակող լինի մենակ։ Ներս գա, որպեսզի մեր ծառավը հագենա, որպեսզի մեր ծառավը հագենա, մենք պետք է թույլ տանք, որ ինքը ներս գա։ Դրա համար այդ ճշմարտությունը Աստված հասցնում է մեզի, որ մենք կարողանանք համաձայնվենք իր հետ ապրելու, ժողովուրդ ջան։ Թե չէ, այո, պարտությունների մեջ մենք այնքան ենք հոգնելու, Աստված չանի հիասթափվենք։ Գոնե հիասթափելուց էլ բեզանից հիասթափենք։ Մարդիկ կան Աստծուց են հիասթափվում, գիտեք չէ՞։ Մարդիկ կան Աստծուց են հիասթափվում։ Ինքը պատճառը, որ ինքը չի կարողանում Աստծուն գտնի իր ճանապարհի մեջ, գոնե իրանից հիասթափվի, Աստծուց է հիասթափվում։ Այնքան մարդիկ կան, ասում են, սենց եղավ, ու վերջ, տենում ես այս մարդու հավատքի հոգևոր կյանքը վերջացել է։ Ինչի համար, բայց որ խոսում ես ինքը չի հասկանում, որ ինքն է Աստծուց հեռացել։ Ուրիշների մեջ է պատճառ որոնում։ Բայց մարդը ինքն է պատճառը իր ճանապարհների մեջ է, որ արգելքներ կա։ Տեսեք, ժողովուրդ ջան, չի որ արդար իր ճանապարհների մեջ չի գնում։ Անկումները մեզ համար են։ Մեզ համար են անկումները, որպեսզի մենք ավելի ամուր բռնվենք Քրիստոսից։ Իմաստուն է այն մարդը, որ ընկնելուց հետո հաջորդ անգամ խրատ է առնում ավելի ամուր բռնվելու Աստծուց։ Դրա համար գրված է, արդարը եթե ընկնի, 7 անգամ էլ ընկնի, Տերը նրան պետք է վերանի։ Արդարն է, որ ինքը խրատ է առնում իր ճանապարհի մեջ, որ ընկավ, հաջորդ քայլին հասկանում է, որ դա ինքը իր սխալ քայլն է եղել այդ ճանապարհի մեջ։ Ինքն է սխալ քայլել։ Հաջորդ անգամ զգուշացնում է, նայում է Տիրոջը, նայում է Տիրոջ ճանապարհին, Տիրոջ խոսքին, ինչ ուղղություն է ցույց տալիս իրան Աստված։ Իմաստուն մարդիկ դրանք են։ Եվ այդպես մարդիկ ընկնելով թեկուզ կարողանում են հասնել թե ամեն ինչ հարթեր առաքյալների մոտ կամ մնացած Աստծո ժողովրդի մոտ։ Չէ։ Այնքան Աբրահամը, որ հասավ հավատքի հայրդարավ, ինչքան տարիներ ինչ փորձությունների միջով անցավ, ինչ տկարություններ թույլ տվեց, հիշում եք, չէ՞։ Բայց Աստված նրան քայլեցրեց մինչև հավատքի հայր կոչվելու։ Մինչև վերջում նրան խոստումը երդումով ասեց։ Ուշադրություն դարձրեք, ժողովուրդ ջան, այսի շատ կարևոր է, որ մենք ուշադրություն դարձնենք։ Տեսեք, երբ որ Սուրբ Հոգու այդ մտնոլորտը տարածվում է, շատ անգամ երևում է, գիտեք, խոսքը հասնում, ում չի հասնում։ Այսինքն եղբայրներն են կարան վկայեն, երբ որ այսպես խոսքը գնում է, շատ անգամ երևում է, ովքեր են մերժում Աստծո խոսքը, ում է հասնում Աստծո խոսքը, շատ անգամ այդ երևում է։ Դրա համար մենք ուշադրություն դարձնենք, մենք մերժողներ չլինենք Աստծո խոսքը։ Մենք շատ կարևոր է, էլի, ժողովուրդ ջան։ Դուք համաձայն եք, չէ՞, որ մենք կանգնենք այստեղ համարձակությունով խոսանք Աստծո խոսքը, չէ՞։ Այս շատ կարևոր է, էլի, ես sense մտածում եմ, մեկ ասում են, այնպես չէ՞ էլի Աստված ջան, ասենք մենք կաշկանդված լինենք քոնը տալու մարդկանց։ Մանավանդ եկեղեցու մեջ։ Մենք որ մեր ընտանիքի մեջ ենք, համարձակ մեր ընտանիքի անդամին, որ մի բան ենք ունենում ասելու, համարձակ ասում ենք, չգիտենք մեր հարազատն է։ Կհասկանա, չհասկանա, էլ հետո կհասկանա։ Դրա համար էսի մեզ համարձակություն է տալիս, որովհետև մենք ամենքս Քրիստոսի անդամներն ենք, եւ մենք իրար փոխադարձ լրացնելով մեր հավատքի միջոցով, այդ մարմնի անդամ կազմելով, շինվում ենք Քրիստոս կյանքի մեջ։ Դրա համար շատ կարևոր է, էլի, որ մենք կարողանանք լսենք Աստծո խոսքը, ոչ թե ինչպես մարդու խոսք, ինչպես Աստծո խոսք։ Նաև քննելով, այո, նաև քննելով, տեսնենք խոսքը ավետարանի խոսքա, թե չէ։ Մենք ուշադրություն դարձնենք, դրա համար ասում եմ, որ մեկը ելնում է, թող մնացածը քննեն, եթե քննեք, տեսեք ավետարանի խոսքա, բարին ամուր բռնեցեք, որպեսզի կարողանաք քայլել։ Այո, ինք եղավ մեզի զորություն, մեր բոլոր տկարությունների մեջ, որպեսզի մենք քննենք ու զորանանք նրանով։ Ես շատ եղել իմ կյանքի մեջ էլ, երբ որ
տկարություններ ա եղել, հիասթափվել եմ, Ժողովուրդ ջան, բայց փառք Աստծու, որ այդ հիասթափությունը ոչ թե եղել է Աստծուց, ես տեսել եմ, որ ես եմ պատճառը։ Իմ բոլոր տկարությունների մինչև այսօր, մինչև հիմա, երբ որ իմ կյանքում մի տկարություն, մի թերություն ա տեղ ունենում, ես եմ պատճառը։ Ես ոչ մի մարդ պատճառ չի դրանով։ Կարող է Աստված շատ բաներ թույլ տա իմ կյանքի մեջ թեկուզ մարդկանց միջոցով, բայց ես պետք է տեսնեմ հաստատ կանգնած եմ Քրիստոս կյանքի մեջ, թե չէ։ Եվ Աստված մեր տկարությունների մեջ է զորացնելու մեզ։ Պողոս առաքյալը հիշում եք ինչ ասում։ Ասում է, եթե ես բարձրանալու լինեմ, մենք հիշում ենք, որ Պողոս առաքյալը լիքը բարձրանալու բաներ ուներ ու խոսում էր դրա մասին, բայց հետո ասում է ինձ հարված տրվեցավ դրա համար, որպեսզի ես հանգարց շատ բաներով չբարձրանամ։ Եվ երբ որ ասում է ես Տիրոջը խնդրեցի այդ հարվածների համար, Տերն ինձ ասեց, բավարար է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զորությունը քո տկարության մեջ է գործում։ Այսինքն ես ինչ է նշանակում, որ մարդը հանգարց ոչ մի բանով չբարձրանա իր կյանքի մեջ, չբարձրանա անկախ դու ինչ հեղինակություն ես ունեցել։ Լավ իմանանք մենք, գրված է Աստված այս աշխարհի ում ընտրեց անարգներին, չէ՞։ Ուրեմն մենք իմանանք, որ այս աշխարհի մեջ մենք եղել ենք ոչինչներ։ Կապ չունի մենք ինչ հեղինակություն ենք ունեցել աշխարհի մեջ, ինչ դիրք ենք ունեցել, որտեղ ենք եղել, ում հետ ենք տվել առել աշխարհում։ Այսօր մարդիկ կան մի քիչ ունենց բարձր մարդկանց հետ տալի առնում են, հետո խոսալ չի նում այդ մարդկանց։ Ինքը մի քիչ վերելել է տալի առնում է։ Իմացի անկախ նրանից ով է եղել կյանքում ինչ հեղինակություն ես ունեցել։ Աստված ընտրել է աշխարհի անարգներին, տկարներին, թշվառներին, ոչինչներին, այդպես է գրված, ոչինչներին։ Ուրեմն մենք այդ ենք եղել այս կյանքի մեջ։ Մենք այդ ենք եղել այս կյանքի մեջ, Աստված տեսել է, որ մենք այդ ենք, մեզ կանչել է, որպեսզի մի բան լինողներին պապանձեցնի։ Այսինքն մենք պետք է հասկանանք, մենք պետք է տեսնենք մեր ոչնչությունը, մեր տկարությունը, դրա համար ասեց իմ զորությունը, կգայեցինքն եթե կտեսնես քո ոչնչությունը, կտեսնես դու որ ոչինչ ես քեզանից ներկայացնում, այն ժամանակ իմ զորությունը քո մեջ կգործի։ Այն ժամանակ դրա համար Պողոս առաքյալի իմ շնորհքը բավարար է քեզ։ Այսինքն հասկացի, որ ես քեզ ողորմություն եմ արի, դա քո մի բան լնելուց չի։ Դա քո մի բան լնելուց չի, դա իմ ողորմությունն է, իմ շնորհքն է, իմ շնորհքն է դա քեզ։ Քո մի բան լինելուց չի դա։ Դրա համար իր ողորմությունն է հասել քեզի ու ինձի, որ ես ճանաչեմ իմ ոչինչ լինելը, որ հասկանամ, Աստված ասել է, եթե ինքը մի բան անում է իմ համար, ուրեմն ես ոչինչ եմ եղել, ոչինչ։ Բայց այսօր Ժողովուրդ ջան, տեսեք, ես մի անգամ հիշում եմ, ես իմ տկարություններից ինձանից հիասթափված, մարդիկ կան, որ հիասթափում են, ընդհանրապես պաշտամունքից, աղոթքից, կարդալուց, դրի դադարում են։ Մեր տունը քիչ գարաժ կա, ես հիշում եմ, որ տես տկա հիասթափված ինձանից, իմ պարտություններից, հիշում եմ, որ տնից դուրս եկա գնացի գարաժ, մութ էր, գիշեր էր, ու տենց ընկա գարաժը ծնկների վրա Աստծու առաջ, ու տենց հաստատքի խոսքեր չեն գտնում Աստծուն ասելու, խոսքեր չեն, գլուխս կատել եմ, լացում եմ իր առաջ։ Մինչև երբ պետք է ես պարտվեմ իմ եսից, իմ մեղքից, իմ ադամական բնությունից, մինչև երբ ես պիտի պարտվեմ, տես Տիրոջը մտովի, գլուխս կախել եմ Տիրոջ առաջ, տեսնում եմ, որ ես ոչ մի լավ բանի ընդունակ չեմ ես կյանքի մեջ։ Եվ երբ որ տենց գլուխս կախել էի Աստծու առաջ, ես հիշում եմ նա սպիտակ լուսավոր ձեռ երկնքից իջավ, իմ հետ տենց շատ անգամ տենց բաներ չի կատարում, տենց յուրահատուկ դեպքեր կան կյանքիս մեջ։ Սպիտակ ձեռ սենց բռունցք էր ինքը երկնքից իջավ, հենց հասավ ինձ բացվեց։ Երբ որ բացվեց այդ ձեռի մեջից սենց արուն սենց շփվեց իմ վրա։ Այս արունը երբ որ շփվեց այս գլխիցս մինչև ոտքերիս ծայրը զգացի ջերմությունը ոնց անցավ միջով։ Երբ որ անցավ, սրտերից թեթևացա, մխիթարվեցի եւ հասկացա, որ նրա արդարությունը իմ բոլոր տկարություններից ավելի վեր է։ Նրա սերը, նրա արած գործը,
Բայց ես ինչպես եղբայրն ասեց, մենք պետք է հասկանանք ու ապրենք մեր կյանքի մեջ։ Մենք սա պետք է հասկանանք ու ապրենք մեր կյանքի մեջ, որ համարձակությունով մոտենանք շնորհքի աթոռին, որ չլինի մեր կյանքի մեջ անարգենք նրա շնորհքը, ժողովուրդ ջան, չլինի նրա հասկանանք, որ ինքը ընտրել է մեզ որպես ոչինչներ, որպեսզի մենք ոչինչներս նրանով կարողանանք ապրենք այս երկրի վրա որպես համտվողներ, լույս տվողներ, որպեսզի նրա կյանքը երևա մեզանում, ոչ թե մեր կյանքը երևա մեզանում, մեր փառքը երևա։ Դրա համար Հիսուսը ասում էր, դուք ոնց կարաք ինձ հավատալ, եթե մենք հավատքից ենք խոսում, ասեց ոնց կարաք դուք հավատալ, եթե իրարից եք փառք ընկնում, չէ՞։ Եթե ես իմ կյանքում ապրում եմ իմ անձից շահը որոնելու համար, իմ ցանկությունը ապրելու համար, իմ դիրքը ցույց տալու համար, իմ փառքը ցույց տալու համար, իմ լավը լելը մյուսից գոնե կես աստիճան բարձր լինելու համար, հավատքից իզուր այն խոսալը։ Իզուր հավատքից իմ խոսալը։ Դրա համար ասես դուք չեք կարող հավատալ։ Դուք չեք կարող հավատալ, թե դուք օրենքներից, լավ անենց պաշտամունքներից գաղափար ունեք, բայց դուք ոնց կարող եք ինձ հավատալ, եթե իրարից եք փառք ընկնում, որտեղ այս ճանապարհը մարդկային բոլոր փառքերի ոչնչացման, զրոյացման ճանապարհը։ Այնտեղ չի կարող մարդկային փառք մնա։ Աստված ոչնչացնում է բոլոր մարդկային փառքերը, աշխարհի սկզբից տենց է եղել։ Ովքեր մի քիչ բարձրացել են, Աստված ոչինչ է դարձրել։ Շատ այդպես օրինակներ կան, Այն մարդիկ, ովքեր իրանց մասին տեսեք, Պետրոս Սարաքյանն էլ հիշում եք, մենք շատ անգամ այդպես ենք, էլի, մի քիչ այնպես մի քանի բան ստացվում է մեր կյանքի մեջ, մենք այդպես ենք մտածում։ Մտածում ենք, թե կողնից, մենք մի քիչ լավն ենք, էլի մնացածից։ Պետրոս Սարաքյանը, որ Հիսուս ասեց, պետք է բոլորը ուրանաք ինձի, Պետրոս ասեց, թե ջան ասեց, ես որ մարդ չեմ։ Ասեց, մնացածը կարող է, էլի, Բերնուսից, Հովհաննեսից բանից կարող է հավատալու է այդ բանը։ Այդ ջան, ես այդ մարդը չեմ, ես մինչև վերջ Բերնելս էլ գալու եմ քո հետևից։ Հիսուսն ասեց, Պետրոս ասեց, հալը, երեք անգամ, դեր չխոսած, դու երեք անգամ ուրանալու ես ինձ։ Ինչ է ուզում ասում, ժողովուրդ ջան։ Դա մենք էլ շատ անգամ մեր մասին մեծ կարծիքներ ունենք, էլի, գիտենք այնց մի քիչ կարող է մի քիչ մի բան ենք մեզ անձից ներկայացել այս աշխարհի մեջ։ Ոչ։ Աստված գործը անում այնտեղ, որտեղ ոչինչն անում։ Աստված մի բանի վրա, իմ արած մի բանի վրա մի բան չի կառուցում, որ ես իմ մասին մեծ կարծիք չունենամ, հետո այդպես չի կառուցվելու։ Աստված մարդու ոչ մի արածի վրա ոչ մի բան չի կառուցելու։ Աստված դրա համար ասում մարդկանց որդիներին փոշիա դարձնում, հիշում եք, չէ՞, խոսքերի նույնպես։ Նոր դրանից հետո հետքը կանչում ասում է ետ դարձեք ինձի ով մարդկանց որդիներ։ Մինչև մարդու փոշիացման process-ը չկատարվի այս ճանապարհի մեջ, մարդը ճշմարիտ դարձ մարդու կյանքին տեղի չի ունենա։ Դրա համար ասում է մարդկանց որդիներին փոշիա դարձնում, ետքը նրանց ասում ետ դարձեք ինձի մարդկանց որդիներ, որ մարդու ճշմարիտ դարձ են ունենա։ Թե չէ մինչև դա դարձ չի մարդու, դա դարձ չի։ Դե просто բան է, այնպես մարդ նայած բռնվելու տեղակ, թե բռնվել է մի յոլլա է տանում, էլի սենց ասած, յոլլա։ Դրա համար հանգարց մի հատ հանգարց այդ մարդու եսին փառքին հանգարց մի բան կապնում է, շքանդում է, դեպի Աստված պաշտություն, հոգևորություն, հավատ։ Չկա, մեկ է տենում է սա քանդվել է, մեկ է տենում է սա քանդվելուց հետո այդ մարդը եսին կա գնացի ասել մարդ։ Հնում ես տենում ես այլ մարդ, այդ մարդը լրիվ, չգիտեմ, կորել աշխարհի մեջ։ Դրա համար Աստված, երբ որ մի բան է կառուցում է հիմքից, իրա դրած հիմքից, մինչև վերջ, որտեղ ոչ մի մարդկային, դրա համար ինչ ասեց Տերը, ասեց Աստված ոչ թե մարդկային ձեռագործ տաճարների մեջ է բնակվում, որտեղ ժամանակ է գալու, տեսնելու եք քարը, քարի վրա չի։ Աշակերտները բարձր են ասում, տես, այս ինչ շինություններ է, այս ինչ շինություն է, տես, այս ինչ ճոխ շինություն է, տերն ասեց ժամանակը դա, էդի մարդիկ են շինել, մարդկային ձեռագործ է դա, ժամանակ է գալու, որ քարը քարի վրա չի բնակվում,
մարդկային, ես արդեն ներսի շինվածքի մասն եմ խոսում, մեր ինչ կառուցել ենք մեր եսից, մեր փառքից, մեր դիրքից, որ ուզում ենք մարդիկ տեսնեն էդի, մի քիչ բարձրանանք, մի քիչ պեսանից տեսեք, էլի բան ենք, Աստված քանդելու է, ու մենք պետք է ուրախանանք դրա համար, որ Աստված քանդում է։ Մարդկային, եթե Աստված է քանդում։ Եթե Աստված է քանդում, մենք պետք է ուրախանանք։ Աստված քանդում է, որ գործ անի։ Հնշելի մենք հանգարց դրանից, հանգարց նեղվենք Աստծուց, նեղվենք մեզանից, ժողովուրդ։ Մարդու առաջին թշնամին դրա եսն ու փառքն է։ Սատանան ուշադրություն դարձրու։ Սատանան այդքան մեծ ավելի մեծ թշնամի չի, որքան մարդու ես ու փառք իր ներսում, մարդկային Աստծուն հակառակ բնություն է։ Ասում է սատանային հակառակ եցեք ինքը ձեզից կփախչի, հիշում եք, չէ՞։ Փախչի։ Սատանան կփախչի։ Այսինքն նշանակում է քեզից վատենալու է սատանան, հակառակ կացի նրան, ինքը քեզից մենք սատանին դարձրել ենք բան կա, չէ՞, այդպես մի հատ անեկդոտ կա, մեր հավատացյալների մեջ շատ հետաքրքիր, այդպես ասածներ է դուրս գալիս, ասում է սատանան, դուք լսել եք երևի, մի անկյունում նստած լացում ա, չէ՞, հիշում եք։ Մեկը մոտիկանում ասում է, սատանա ինչ է նստել ես, ասում է, հավատացյալների ինչ է մի վրա են գցում։ Այդպես մի հատ բան կա, չգիտեմ, լսել եք թե չէ։ Բաներ կա, մեր Պավել աղբետեր ասում, շատ մարդիկ սատանի պոչը ինձ բռնել են, սատանան ուր է թմա, հետևից քաշեն բարի, գոռում է սատանա մեզ թող, բայց իրենք էլ բռնել է սատանի պոչից։ Այլ դու թող սատանան, ասում է հակառակ կացի սատանային, քեզից փախնելու է սատանան, քեզից փախնելու է, բայց մարդկային բնության մասին Աստծո խոսքը այնպես ահավոր բաներ է խոսում, մարդը ինչքան դժվար է հաղթահարում դա մարմնավոր բնությունը, եսն ու փառքը։ Դրա համար ուշադրություն դարձնենք, ժողովուրդ ջան, ուշադրություն դարձնենք Աստծո խոսքի ճշմարտությանը։ Այսօր, այո, Աստված տալիս է մեզ, մանավանդ եթե մենք իր հետ հաղորդակից ենք, ժողովուրդ ջան, մենք պետք է համարձակությունով Աստծո ճշմարտությունը նախանձավոր լինելով խոսենք նրա ճշմարտության մասին, որովհետև Աստված ուզում եմ այդ հատվածը կարդամ, տեսեք Տիմոթեոս ինչ ասում, 2 Տիմոթեոս առաջինի 6-րդ խոսքից։ Ասում է, այդ պատճառով միտքդ եմ բերում, որ արծացես Աստծո այն շնորհքը, որ քեզանում է իմ ձեռքերը քեզ վրա դնելով։ Որովհետև Աստված չտվեց մեզ երկչոտության հոգի։ Երկչոտության այսինքն վախկոտ, էլի, վախկոտ, երկչոտ, երկնիվ, այս տատանգով։ Մեզ երկչոտության հոգի չի տվել Աստված հոգի։ Այլ ինչ? Այլ զորության, սիրո և զգաստության։ Զորության, սիրո և զգաստության։ Ժողովուրդ ջան, մենք պետք է կաշկանդված չլինենք Աստծո ճշմարտությունը իրար։ Անկախ նրանից, ես ինչքան թերություն ունեմ իմ կյանքում, չէ՞ չի փոխում Աստծո ճշմարտությունը։ Աստծո ճշմարտությունը դա չի փոխում։ Էդի կապ չունի, ես ինչքան եմ համապատասխանում Աստծո խոսքի հետ, թե չէ, ես իրական չունեմ Աստծո խոսքը իմ տկարությունների համաձայնեցնելով, հարմարեցնելով խոսեմ։ Աստծո խոսքը միշտ ուղիղ ճիշտ պետք է խոսվի, ուղիղ ճիշտ։ Եվ սրանք մենք պետք է ընդունենք, ժողովուրդ ջան։ Մենք պետք է ընդունենք, շատ անգամ ասել ենք սրա մասին, որ Աստված խրատում է նրանց, ում որ սիրում է, սրա համար պետք է ուրախանանք, թեև կտրտմենք, բայց չկտրտմենք կորսվելու համար։ Այդ կտրտմենք դրված է, կա նաև կտրտմություն ապաշխարության համար։ Կտրտմություն ապաշխարության, այդ ձևի կտրտմություն կա։ Մարդը կտրտմում է, որ այս կյանքի շատ բաներից չի կարող օգտվել։ Ես մի անգամ այդ խոսում է, ասում է, ձեր ասել է, չէ, ասում է, ձեր մոտ է, բան այլ ես սպիցիվի, ես արկելվում եմ, չարքոտների մասնախոս։ Ինչը, ոչ կետին է, ոչ կգնացել, ոնց ուզում են ապրեն ժողովուրդը։ Բայց Աստծո խոսքը ճշմարտություն է մնում։ Դու ասում ես, էսի չի կարելի, էնի չի կարելի, ժողովուրդ ջան։ Աստծո խոսքի մեջ մենակ չի կարելի, էդի գիտեք ինչ, մարմնավոր մարդու համար է, հոգևոր մարդու համար չի կարելի, մի կարելի դες բաներ չկա։ Հոգևոր մարդու մեջ, երբ որ Աստծո սերմը գալիս է, ասում է այդ սերմը ունեցող իր մեջ, ինքը սկի չէ մտածում։
Չի մտածում, կարելի է, չի կարելի, իր մեջ բնական կյանք կա, որը տանում է իրան Քրիստոսի հետ ապրելու։ Դա Աստծո սիրը մեծ է, ես ասում եմ, հենց ցավալին են խոսում, ասում ցավալին են, որ մենք Աստծո սիրուց խոսում ենք Քրիստոսը, բայց Քրիստոսի սերունդ տարա Քրիստոսի։ Աստծուն դրված է, Աստծուն կերպարանք ունենալով եւ նրա զորություն ունենալով հափշտակություն չհամարեց, Աստծուն հավասարին է, մարդացավ անարգվեց, մինչև խաչի մահ։ Քրիստոսը, որ ինքը Աստծո կերպարանքում լինելով, թողեց այս աշխարհը, մերժեց ամբողջովին աշխարհը, մենք Աստծո խոսքը ասում ենք ճիճու, չէ՞, դες ասում, չէ՞ մարդուն հիշում եք։ Ճիճու գոնե բան է իրանից ներկայացնում։ Ստեղծագործության մեջ գրված է, բոլորին հողից ստեղծեց, մարդուն հողու փոշուց ստեղծեց, հողից է չստեղծեց։ Բայց մենք այսօր ինչքան մեծ կարծիք ունենք, բայց մեզ արժեք տվողը իր շունչն ու հոգին է մեր մեջ։ Բայց մենք գիտենք մեզանից մի բան ենք պար։ Ասում եմ Քրիստոս Աստծո կերպարանքը լինելով, կերպարանքում լինելով, հափշտակություն չհամարեց։ Ինքը դերժեց բոլոր իշխանությունները այս աշխարհի մեջ։ Բոլոր զորություններից կարար օգտվել, բոլոր ցանկություններից կարար օգտվել։ Բայց հափշտակություն չհամարեց, մենք մարդիկ կլեմ ասում ենք, հեսի ոնց կլնեցի թողենք։ Այլ ոչ մի բանում մեզ չի ստիպում, Աստված ասում է, դնում եմ քարաշ մահնել, կյանքնել։ Ոչ մի բանում քեզի չեմ ստիպում, քո առաջ եմ դնում, թե մահը թե կյանքը ընտրությունը քոնն է։ Այլ ընտրի, որը կուզես ընտրի։ Սա Աստծո արդարությունն է, երբ որ պարտեզի մեջ, եդեմական պարտեզի մեջ գրեց բայու գիտության ծառը, սա Աստծո արդարությունը սա արեց, որ մարդը չասի, որ սատանան էլ չասի, դու մարդուն ընտրություն չես տվել, բայց որ դու ընտրություն չես տվել, մարդին չընտրի։ Սա Աստծո արդարությունն է, որ գրեց, որ մարդը ունենալով թեկուզ Աստծո պատկերն ու կերպարանքը, ինքը նաև կվեց, որպեսզի մարդը իր ներսում ունենա ազատ ընտրություն։ Որ մարդը ընտրի, ասեց, ամենից չուտես դրանից, որտեղ ուտես մահն է գալու քո կյանքի մեջ։ Այս ընտրությունը մինչև այսօր մեր առաջ գրած է։ Մինչև այսօր մեր առաջ գրած է այս ընտրությունը, ասա ընտրությունը քոնն է։ Ոչ մի բանում, ոչ մեկ մեզ չի ստիպում, ոչ էլ Աստված է ստիպում, չի ստիպում։ Այլ ընտրություն է դրել իմ ու քո առաջ։ Ընտրի որը կուզես, ընտրությունը իմ ու քոնն է։ Եթե մեղադրում ես այսօր, մեն եթե ես մեղադրում եմ, այսօր ինձ մեղադրեմ, ինձ մեղադրեմ, իմ բոլոր տկարությունների ու թերությունների պատճառը ես եմ մեղավոր, մինչև ես չտեսնեմ իմ տկարությունը, իմ մեղքը, որ ես եմ ոչինչ, ես եմ պատճառը, որ իմ մոտ չի ստացվում ոչինչ, ճշմարիտ դարձի գալ տեղի չունենա, չի ունենա իմ կյանքի մեջ ճշմարիտ դարձի գալը, ինչպես անարաշ որդունով, մինչև չհասկացա, որ Աստծուց հեռու ապրելն է իր բոլոր դժբախտությունների պատճառը։ Թեկուզ ամեն բան հայր իրան տվել էր, որ կարենար դրանցից գոնե օգտվել, ճիշտ կար, կյանք կառուցել իրար, բայց ինքը Աստծուց հեռու, մենք Աստծուց հեռու բոլոր Աստծո տվածները վատնողներ ենք մենակ, ժողովուրդ, վատնողներ, ու մինչև խելքի չգան, ճշմարիտ դարձ, խելքի գալն է, որ մարդը հասկանա, որ ինքը առանց Աստծո մեռած մարդ է, մեռած, ոչինչ է, և հասկանա, որ ինքը իր արժանիքներից չի, որ Աստված կանչում է իրան որդի լինելու, իր արժանիքներից չի, մեր արժանիքներից չի, Աստծո ողորմությունն է դա, բայց Աստված կանչում է, որ որդի լինի, կանչում է, որպեսզի հագցնի որդու հանդերձը, որդու մատանին, որդու գոտին դրի, որպեսզի դրանից հետո մենք որդիաբար ապրենք, որդիաբար, ոչ թե նորից, առանց որ։ Դրա համար ուշադրություն դարձնենք, ժողովուրդ ջան, ուշադրություն դարձնենք, ինքն է մեզ համարձակություն տալիս, մոտենալու շնորհած Աթորին, որպեսզի ամենքս կարողանանք վայելենք դրան։ Թե չէ, գիտեք ինչ, շատերի համար Աստծո ճշմարտությունն է, ցնդաբանությունը, շատերի գրված է, չէ՞, Քրիստոսի խաչի քարոզությունը գրված է, կորսվածների համար ինչ է, հիշում եք, հիմարություն, բայց ում համար Աստծո զորություն, հավատացողների, Աստծո ժողովրդի, փրկվածների,
Փրկվածների համար Աստծո զորությունը։ Այսօր երբ որ մարդը ճշմարիտ Աստծո խոսքը շատ մարդիկ, երբ որ լսում են, իրանց համար էսի հիմարություն է, խենգություն, գժություն, հա, ասում ես, ինչ են խոսում սրանք։ Այդպես, տեսեք, Պողոս առաքյալի մի խոսք եմ ուզում կարդամ, տեսեք ինչ ասում, շատ հետաքրքիր բան է, Կորինթացիս 5-րդ գլուխ 10-ից 13 խոսքերը։ Կորինթացիս 5-րդ գլուխ 2-րդ Կորինթացիս 5-րդ գլուխ 13 խոսքերը։ Տեսեք ինչ ասում։ Որովհետև եթե գժված են, հետաքրքիր բան է, չէ՞ ասում։ Այսինքն մարդիկ գժված էին համարում, գժված։ Որովհետև խոսում էին նրանց բաների մասին, որ մարդկանց խելքին մոտիկ չէր, ապրածին մոտիկ չէր, կյանքի դրի բաներ էին ոնց որտեղ խոսում։ Դրա համար շատերը գժվացի տեղ են լինում Աստծո ժողովրդին։ Բայց տեսեք ինչ ասում, միտեղ խենթացած ասում։ Որովհետև եթե գժված ենք Աստծո համար է, եւ եթե զգաստ ենք ձեզ համար է, վասնզի Քրիստոսի սերը ստիպում է մեզ, որ սա ենք մտածում, թե եթե մեկ ամենքի տեղ մեռա, ուրեմն ամենքը մեռան, եւ ամենի համար մեռավ, որ կենդանի լինողները այլևս ոչ թե իրենց անձերի համար կենդանի լինեն, այլ նրա համար, որ իրենց համար մեռավ եւ հարություն առավ։ Հիմա տեսեք, այսի մարդկանց համար գժություն։ Երբ որ քարոզվում էր մարդկանց, որ ապրեն Քրիստոսի համար, մարդը մտածում է, ինչ խենթացած բաներ են խոսում սրա։ Ոնց։ Բայց կյանքը տրվել է, որ մենք մեր համար չապրենք։ Այսի գժություն էր մարդու համար։ Դրա համար ասում է, եթե սա դուք համարում եք գժված, սա Աստծո համար է, բայց եթե զգաստ ենք, սա ձեր համար է, ձեր համար։ Հիշում եք, եթե չեք հիշում, կարդաք Մարկոս ավետարանի մեջ, ես բանավոր ասեմ, 3-րդ գլուխ 21 խոսքից երբ որ կարդաք կտեսնեք, երբ որ Հիսուսը նոր էր սկսել իր գործունեությունը, իր ընտանիքի անդամներն էր, իրան խենթացածի տեղ դրին։ Եթե չեք հիշում, գնացեք կարդացեք Մարկոսի ավետարան 3-րդ գլուխ 21 խոսքից։ Ասում է, որ իր ընտանիքի անդամները լսեցին Հիսուսի գործերի մասին, ասին գժված է, խենթացել է։ Ոսմա գնացին բռնելու, այսինքն արգելելու նրան։ Եվ դրանից հետո հաջորդում է, որ Հիսուսը բազմության հետ հավաքված էր, դրա մայր ու եղբայրները երբ որ մոտեցան եւ ուզում էին Հիսուսի տեսնեին, Հիսուսին դուր հասցնին ժողովուրդը, ասեցին մայրը դու եղբայրները դուրս է կանգնած, քեզ են ուզում տեսնել։ Հիսուսը հիշում է ինչ ասել, չէ՞։ Ասես նրանք են իմ մայրը եւ եղբայրները եւ քույրերը, ովքեր Աստծո կամքը կատարում են, Աստծո խոսքը լսում են եւ կատարում։ Հնի ժողովուրդ ջան, չգիտեմ, այս աշխարհում մեզ ինչ կհամարեն, խենթացած կհամարեն, զգաստ կհամարեն, բայց մենք մեր ներսը Աստծո հետ հաշտապետ չենք։ Մենք Աստծո հետ հաղորդակցություն ունենք, թե չէ, Աստծուն գտել ենք այս կյանքի մեջ, թե չէ։ Մենք տեսել ենք մեր ոչնչությունը այս կյանքի մեջ, թե չէ։ Թե խենթացած բաներ ենք համարում, թե նրանց ասում են, այ մարդը էսի որ դառնա։ Էսի որ դառնա, այ մարդը, ես հիշում եմ մի ժամանակ շատ տարիներ առաջ էր։ Մենք Հայաստանում մի հատ տենց ուրիշ վայր գնացինք, մի քիչ տենց ժամանակ տվի այդտեղ լինեինք։ Ահա, ես հետաքրքրվեցի, որ մեր եկեղեցուց կա, այդտեղ տունը պաշտամունք է լինում այնտեղ։ Ասի գնանք պաշտամունքի։ Նա գյուղ էր։ Հենց գնացի մտա պաշտամունքի, ես գիտեմ, որ այդտեղ մեր ժողովուրդն են պաշտամունք անում։ Գնացի մտա պաշտամունքի, մի անգամից երևաց, որ մի բան են չի ստեղ։ Մի անգամից ստացվեց, մի անգամից երևաց։ Ոչմ, թե մարդկանց երևույթից, թե մի խոսքով։ Մտա այնտեղ պատասխանատու եղբայրը նստած էր, դեռ ուզում էին պաշտամունքը սկսեին, ժողովուրդը նստած էին, չգիտեմ, սիրտս արդեն այրվում է։ Հիշում եք Պողոս առաքյալն ինչ ասեց։ Պողոս առաքյալը երբ որ խոսում է իր բոլոր տառապանքների, դժվար գործերի մասին, ասում է, ով կկարանա ու ես չեմ կկարանա։
ով կգայթակղի, իմ ներսս չի բորբոքվի, մյուստեղ ասում եմ ներսս չի փայլի։ Էսի ոչ թե ինչ-որ հակառակությունից ժողովուրդ չան, եթե մենք Աստծո ժողովուրդ ենք, մենք մեկս մեկի համար նախանձավոր ենք, չէ՞։ Նախանձավոր ենք։ Եթե մենք այս եկեղեցու անդամ ենք, մենք ուզում ենք, որ մենք գիտենք, որ ամենքս իրար մարմնի անդամներ ենք, մարմնի անդամներ ենք։ Եվ ուզում ենք, ես գիտեմ, ես հավատում եմ, ես սենց եմ հավատում, ես սենց եմ հասկանում, որ ամենքս էլ ուզում ենք Քրիստոսի վրա պատվաստված կյանք ունեցող մարդիկ լինենք, որ մեր ներսն է գայել կյանքը, ես շատ եմ ուզում, որ իմ եղբայրների ու քույրերի մեջ էլ, եւ սրանում համոզված եմ, որ եղբայրներն ու քույրերն ուզում են դա տեսնել ինձանում, որ հանկարծ չլինի մեր ներսում իրար նկատմամբ հակառակություն, եզր, որ չկարողանա իրար բռնի։ Եվ երբ որ մտա, մի անգամից զգացվեց, որ մի բան ընդեղ տեղի ունեցել, ունդեղ մի անգամից են ժողովրդի մեջ եղբորն են, ասեցի եղբայր ինչ-որ բան է փոխվել ստեղ։ Եղբայրը դա շատ է գնացել, բայց չգիտեմ, չէր ճանաչում ոնց որ ինձ, մտածեցի սուղ այս ինչ այդ էլ ասել։ Osman ինչ է փոխվել եղբայր, դասում ողբեր, հենց ոնց որ, չգիտեմ էլի, եկեղեցին ոնց որ մի բան են չէ, նայել եմ են չի, այս բանը ոնց որ տեղում չի, ասում է եղբայր ջան, ասում է այդի, անցավ գնաց ասում է այդի, մի նոր բաներ ասում է բացվում, նոր բաներ բացվում, ավետարանը փոխվավ, ես մի քանի տարվա մեջ այ մարդ, նոր բաներ բացվելու ինչ է, Աստծո խոսքն ասում է իմ խոսքը մինչև վերջի ստորագրել կետնել հավիցան նույնն է։ Բոլոր ամեն ինչ անցնելու է իմ խոսքից մի հատ նշույլ նշանակի չի փոխվելու։ Այո, ասում են ոնց ավետարանը փոխվավ, ինչ որ թազա բան է բացվել, ախպերս եմ ասա, տեսնենք էլ ինչ թազա բան է բացվել։ Ավետարանը ինչ սենց է գրված, հա, ախպերս էդի եկեղեցում է գրված։ Այս կորընթացիներին է գրված, ես նրան ասում եմ ուրեմն լավ հայերի մասին բան չկա գրված ինձ ասում եմ։ Երևի մեզ ոչ բան, եթե ուտենք, խմենք, կեֆ անենք, վաղը մեռնել կա։ Հայերի մասին բան չկա, չէ՞ ախպերս գրած։ Բայց ասում եմ ավետարանը ում մասին է։ Մենակ կորընթացիների, եփեսացիների, հա, Պողոսացիների համար ավետարանը մենակ։ Դա որ իրանց եկեղեցիների անուններն է գրված են, հայերի մասին բան չկա գրված։ Լավ ենք պրծել ենք երևի, հա։ Ժողովուրդ տեսեք մարդու մոլորությունը ինչ աստիճանի է հասնում։ Աստծո խոսքը վերաբերվում է ինձ առաջարկում, ինձ է վերաբերվում։ Համաձայն եմ այդ խոսքերից ես թե չէ։ Թե իմ ներսը հակառակություն կա նրա հետ։ Եթե ես Աստծո խոսքին հակառակ եմ կենում, Աստծո ճշմարտությանը հակառակ եմ կենում, ուրեմն ես Աստծուն եմ հակառակ։ Աստծուն եմ հակառակ։ Ես ոչինչ լինելով համարձակություն ունեմ Աստծուն հակառակ եմ։ Էլի իմ գործն է։ Այ մարդ, գնա ոնց ուզում ես ապրի, բայց ստությունը ճշմարտության հետ հանգարց չհամեմատես։ Մի համեմատի ստությունը ճշմարտության հետ։ Սատանայի ամբողջ նպատակն է եղել, որ ճշմարտության մեջ ստություն մտցնի։ Ստությունը Աստծո խոսքի հետ է սատանան մտցնում, երբ որ Հիսուս հետ խոսում էր։ Հիսուսը տենում էր, չէ՞ ընդեղ են խոսքերի հետևում ինչ է թարգված։ Ասում դու ասում ես գրված է, բայց ես քեզ մետա դարձյալ գրված եմ ասում։ Դարձյալ գրված, որ քո հետ որ դու ասում ես էսի գրված է, դու դրա տակ բան ես թարգել, բայց այն դուս գրվածը ասում է սենց, որ չի հակառակում Աստծո ճշմարտությանը։ Թե չէ, ասենք, համար մեզ պետք է ժողովուրդ ջան, արթուն լինենք, մանավանդ այս վերջի օրերում արթուն լինենք, որպեսզի կարողանանք նրա հետ հաղթություն ունենալ։ Մեզ հաղթություն տվող Աստծո ճշմարտությունն է ժողովուրդ։ Մեզ հաղթություն տվող Աստծո ճշմարտությունն է։ Եթե մենք ճշմարտությունը ամուր չբռնենք, մենք չենք կարող։ Մարդիկ խոսում են ազատությունների մասին, բայց ճշմարտությունից հեռու են։ Հիսուսն ասեց ճշմարտությունն է ձեզ ազատ անելու, չէ՞, հիշում եք։ Ասեց իմ խոսքն է ճշմարտությունը, եւ դուք ազատ կլինեք այն ժամանակ, որ ես ճշմարտությունը ձեր մեջ կլինի։ Հիմա եթե ես ճշմարտությունից հեռու եմ,
մնում։ Ինչ ազատության մասին են, այսօր սա աշխարհը ազատություն է կարողանում։ Բայց ճշմարտություն, տեսնում ես, նշույլը չկա ճշմարտության։ Բայց Հիսուսն ասեց ճշմարիտ ազատությունը նրա մեջ է, որ ճշմարտությունն է գործում քեզ անում։ Ճշմարտությունը։ Եվ Հիսուսն ասեց, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Չկա ուրիշ ճանապարհ, կան շատ հորինված ճանապարհներ, բայց ուրիշ ճանապարհ չկա, դա Հիսուսն է։ Չկա ուրիշ ճշմարտություն, թեկուզ այսօր ճշմարտությունների անունների տակ շատ բաներ sense սվաղում անցնում են, բայց ուրիշ ճշմարտություն չկա։ Մենակ ճշմարտությունը Քրիստոսն է, իր խոսքը, իր ավետարանը, որի համաձայն պետք է դատվի բոլոր աշխարհը։ Եվ միակ ճանապարհը եւ կյանք եւ այս ճանապարհն ու ճշմարտությունն են տանում մեզ այդ կյանքին հասնելու։ Եթե մեր կյանքում այս ճանապարհը, այս ճշմարտությունը չկա, կարող են սարքած բաներ մեր կյանքի մեջ, սարքած, կարկտած, հասնում եք։ Մենք շատ անգամ սիրում ենք մեր կյանքի մեջ բաներ կարկտել, բայց Հիսուսն ասեց, այդ որ կարկտաններ անում եք ձեր կյանքի մեջ։ Այս է պաշտամունքի ձևը, գիտեք, կարկտան անելը պաշտամունքի ձևը։ Հիշում եք, Հիսուսի հանդերձը գրված էսի խորհուրդ ունի, որ ամբողջական է եւ չպատրվեց նրա։ Չի կարելի պատվել այդ հանդերձը, որը Քրիստոս տվել է մեզ հագնելու համար։ Բայց մենք կարկտաններ ենք սիրում անել։ Երկու բան կպցնենք իրար մեր հանդերձին, ասում է հին հանդերձի վրա նոր կարկտան չի անել։ Ավելի գեշ արնելու դա։ Մենք ես նոր բաներ, մի քանի նոր բաներ են եկալա մեր հանդերձին կարկտան ենք անում, մեր հանդերձին, մերը չհանած։ Մենք չենք ուզում մերը հանենք, նորը հագնենք։ Ուզում ենք կարկտան անենք, Հիսուսն ասեց ավելի գեշ լինելու, ավելի գեշ լինելու։ Հին հանդերձի վրա նոր կարկտան չի կարելի անել։ Այդ պատրված ավելի գեշ լինելու։ Դրա համար մենք հաստատ մնանք Աստծո խոսքի մեջ։ Տեսնենք Տիրոջ ճշմարտությունը ինչ ասում մեզ այս կյանքի մեջ, անկախ նրանից ժողովուրդ նորից եմ ասում, մեր արդարությունը, մեր զորությունը, մեր սրբությունը նա է այս կյանքի մեջ։ Նրանից է մեր բոլոր սրբությունները, մեր արդարությունները, եւ նրա ճշմարտությունով մենք համարձակություն ունենք կանգնելու շնորհած աթոռի առաջ։ Եվ էսի տանում է մեզի, որպեսզի մենք ապրենք նրա կամքը այս երկրի վրա։ Որպեսզի հանդարտ ես մի հատված կարդամ։ Նայեք ինչ ասում։ Եփեսացիս 4-րդ գլուխ 11-14 խոսքը։ Եփեսացիս 4-րդ գլուխ 11-14 խոսքերը։ Տեսեք ինչ աստիճաններ է դրել, ինչ գործիքներ է դրել Աստված եկեղեցու մեջ, որ եկեղեցին կարողանա շինվի, կարողանա ճիշտ շինություն ստանա եկեղեցին։ Եվ տեսեք ինչ ասում, ասում եւ նա մի քանիսին տվավ առաքյալներ լինելու, մի քանիսին մարգարեներ, մի քանիսին ավետարանիչներ, մի քանիսին հովիվներ եւ վարդապետներ, ինչի համար, տեսեք, սուրբերի կատարելության համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար, տեսեք, Աստված ինչ գործիքներ ա դրել եկեղեցու մեջ, ինչի համար, որ եկեղեցին սուրբ լինի, որ իր գործը առաջ գնա, որ իր հոգին այդ գործը առաջ տանի, մենք պետք է սա թույլ տանք մեր կյանքի մեջ, Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև որ ամենքս հասնենք հավատքի եւ Աստծո որդին ճանչնալու միությանը, որ ամենքս մեկ լինենք նրա ճանաչելու մեջ, մեկ մտքի, մեկ հոգու, մեկ գաղափարի։ Տեսեք ինչ ասում։ Եվ կատարյալ մարդ լինենք Քրիստոսի կատարյալ հասակի չափով, որ հասնենք։ Էսի ուզում ասի հնարավոր է, էլի,
Աստված կարա ինսյանի մեր կյանքի մեջ, որպեսզի հասնի Քրիստոսի հասակի չափին։ Ուզում ասի սա կարա, եսի մենք ենք ընդունում մեր մեջ կամ մերժում։ Սա մենք պետք է ընդունենք կամ մերժենք մեր կյանքի մեջ։ Խոսքն ասում է, առաքյալն ասում է, որ սա Աստված այս գործը անում է, որպեսզի հասնի այդ չափին։ Հասակի չափով, որ այլևս երեխա չլինենք։ Տեսեք, տեղեր կա ասում է, երեխա մի լինեք, չէ ասում է։ Չարը անելու մեջ, երեխա մի լինեք ասում է։ Այլ երեխա, տեսեք ասում է, երեխա եղեք, ներեցեք։ Ասում է շատ տեղերում ասում է, երեխաների պես եղեք, չէ։ Երեխաների պես եղեք։ Բայց հետաքրքիր է, այստեղ ասում է, որպեսզի երեխա չլինեք։ Ինչի համար երեխա չլինեք։ Տեսեք ինչ ասում։ Որպեսզի երեխա չլինեք, երերված, այսինքն sense տարուբերված, էլի, տատանված, վարդապետության ամեն քամուց, մարդկանց խաբեությունով, որ որորեցնեն խաբեության խորամանկությունով։ Սրա համար ասում, հանկարծ դուք երեխա չլինեք, տեսեք, տեղեր ասում երեխայի պես պետք է լինեք, որ մտնեք երկնքի առկայություն, չէ՞։ Տենց է։ Բայց հետաքրքիր է, հանկարծ ասում է, այս հարցում երեխա չլինեք, ինչի համար, որ վարդապետության տարբեր քամիներից, այսօր ինչքան վարդապետական քամիներ կա, չէ՞։ Գալիս աշի ցածից ստում են ասում, հանկարծ երեխա չլինես այդ հարցում։ Դու հստակ իմանաս Քրիստոսի վարդապետությունը, որն է, Ավետարանի խոսքը քեզ դու տանում։ Բայց այսօր այնքան քամիներ, վարդապետական քամիներ կան, մարդկանց դրված է խաբեությունով, մարդկանց խաբեությունով, ոնց որ սատանեն էր, Աստծո խոսքեր ասում, տակից իրան ուզում է սղացնել, մտցնել, ասենց մի արանք իրան ուզում է օգտագործել։ Դրա համար ասում այս հարցում հանկարծ երեխա չլինեք, որ տատանված լինեք վարդապետության տարբեր հողերին, վարդապետության տարբեր։ Եվ մի տեղ ասում է վերջին օրերը զգուշ եղեք, ծաղր անող մարդիկ պետք է գան։ Էսի խոսում է գիտեք, էլի ինչ որ պաշտամունք ունեցող մարդկանց մասին, որ իրենց ցանկությունների համեմատ մի տեղ գրված է, որ պետք է լինեն մարդիկ ավելի ցանկասեր, քան Աստվածասեր, այսինքն իմանալու են Աստծո կամքի մասին, բայց իրենց ցանկությունները ավելի շատ են սիրել, դրա համար է Հիսուսն ասում, չեք կարա, փարիսեցիներն է գիտեին, չեք կարա ինձ հավատալ, որտեղ իրարից եք փառավորում։ Իսկ եւ ասում է ծաղր անող մարդիկ, այդ ծաղրանքը նա դիմելու, հենց այդ ալիվելու։ Դա որ ասելու են, ծաղրելուն ասելու են, ես որ դառնայես դու, ես ինչ ավետարան եք, մի թազա բաներ Աստված բացել է, նոր իմ ականջում լսել, տենց էր ասում էր եղբայրը։ Տնդի պատասխանատվությունը, Աստված հանի գիտես, նոր բաներ է բացվել մեր։ Աստված նոր բաներ է բացվել։ Դասը լսեն ասում է, դա իրանց է վերաբերվում։ Մենք ստիլում ենք ասենք, դա մեզ չի վերաբերվում, դա իրանց է վերաբերվում։ Էսի ծաղր է Աստծո խոսքին, ժողովուրդ։ Աստծո կամքի սա ծաղր է, Աստծո խոսքը երբեք չի փոխվում։ Նույնն է, երեք այսօր եւ հավիտյան։ Դրա համար ժողովուրդ ջան, պին բռնվենք։ Այո, ունենք տկարություններ, Աստծերը եղել է մեզ համար արդարություն, Արմետերը եղել է մեզ համար սրբություն, նրա ողորմություններն են մեզ, որ բերել են իրան հանդիպելու, և Տերը ուզում է, որ մենք, այո, ինքը ուզում է, որ մենք հանդիպենք իրան, որ տեսնենք իրա գործը, ճանաչենք իրան ու իրա գործը, ու ապրենք նրա հետ, որպես մեր հայր, որպես հարազատի ոչ թե օտարի։ Այնքան որ փակոց տեսենք ուրախանանք, ասենք բավարար է մեզի։ Մեր սրտի մեջ մեր ուզած անենք, բայց ինքը ուզում է գա մեր մեջ, որպեսզի այդ տաճարի մեջի առևտուրը, որ մենք շինենք։ Սարքի աղոթքի տունը, որտեղ դա աղոթքի տան համար է նախատեսված։ Աղոթքի տան։ Տիրոջ անունը փառավորի ամեն։ Աղոթենք